Մայր տաճարից 3 ամիս հետո իրավապահների թիրախում Արագածոտնի թեմն է։ Վաղ առավոտից առաջնորդարանի դռները փակ են։ Բակում սքեմով հոգևորականների փոխարեն ԱԱԾ-ի ու ոստիկանության սևազգեստ աշխատակիցներն են։ Խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Հավատացեք։ Ուղղակի մեր ծառայության բերում է, մենք Չէ, ծառայության բերում է, այս պահին արդարացում չի։ Գործողություն են կատարում, դուրս քննչական գործողություններ։ Մենք չենք փնտրում, քննիչն է փնտրում։ Չենք կարող ասել։ Հետո պարզվեց, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում իրավապահները տներից բերման են ենթարկել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ եւ Տեր Համբարձում քահանաներին ու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, վեհափառի քրոջ որդուն։ Քահանաները տեղափոխվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Իրենց հայտնել են, որ իրենք ունեն վկայի կարգավիճակ եւ իրենք բոլորովին էլ բերված չեն, այսպես ասած, բայց փաստ է, որ չեն էլ թույլ տալիս, որպեսզի դուրս գան քննչական մարմնից, ինչը խոսում է ուղղակի ձերբակալված լինելու մասին։ Մենք չգիտենք Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը, խուզարկություն է իրականացվել նրա կեցավայրում, ինչպես հասկացա, եւ խուզարկությունն իրականացրած քննիչի ուղեկցությամբ նա դուրս է եկել։ Ասեմ, որ դա հանցագործություն է, բռնի անհետացումը, քրեորեն հետապնդելի արարք է, նոր քրեական օրենսգրքի ձեռքբերումներից մեկն է։ Մի քանի ժամ հետո միայն հայտնի դարձավ, որ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը քննչական կոմիտեում է։ Արա Զորաբյանը տեսել է Սրբազանին, փաստաբանը հայտնեց, որ Տեր Մկրտիչ Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել եւ քննչական մարմինը պատրաստվում է կալանքի միջնորդություն ներկայացնել։ Սրբազանը ձերբակալված է, քրեական հետապնդում են հարուցել իր նկատմամբ եւ Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու այդ մեղադրանքով, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու։ Այս երկու մեղադրանքներն են, որը մեր գնահատմամբ շինծու են, պետք է 12 ժամում ներկայացնենք կալանքի, միջնորդություն ներկայացնենք, իսկ իրեն ձերբակալել են ըստ փաստաթղթերի ժամը 9:30-ին։ Ինքը պատրաստ էր, որ իր նկատմամբ հալածանքներ լինելու են։ Ինքը ասաց, ես պատրաստ եմ, ես սպասում եմ։ Կեսօրին էլ քննչականից հայտնել էին, որ ապացուցողական գործողությունները կատարվում են հավաքին մասնակցելու կամ հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հիմքով նախաձեռնված վարույթի շրջանակում։ Հետո պարզվեց, որ Արագածոտնի թեմում ձերբակալությունների հիմքը Դանիել Իոաննիսյանի հաղորդումն է։ Այսօր էլ որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտենք, որ դա մեր հաղորդման դիման վրա է, ընթացքում հասկացանք, որ դա մեր հաղորդման դիման վրա հարուցված գործով է։ Մենք միշտ դա անում ենք, այսինքն կապ չունի ով ենթադրյալ կատարողը, երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևէ արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում, ինչն է վարել ենք այս անգամ։ Իոաննիսյանի համար հաղորդում ներկայացնելու հիմքը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հանրայինին տված հարցազրույցն է։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Ֆերադասի հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Փաստաբանները մի քանի անգամ փորձեցին մտնել Երևան քաղաքի քննչական վարչության շենք, բայց իրավապահները խոչընդոտեցին նրանց մուտքը։ Այնուհետև հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու համար փաստաբանները տեղում դիմում պատրաստեցին։ Մենք պետքա կադրում Ընդմիջման ժամ, այո, 1 ժամ։ Հա, լավ, մի ժամ շահեցին, դուռը ծեծեցինք, տեսակ, որպեսզի գրասենյակ մուտքագրենք այդ պրիմիտիվ դիմումը, նույնիսկ դա խոչընդոտ դարձավ, նախադեպը չունեցող իրավիճակ է։ Մենք հիմա այդ դեպքում կսկանավորենք դիմումը եւ կուղարկենք քննչական կոմիտեի պաշտոնական մեյլին եւ կփորձենք հետեւողական լինել, տեսնել ինչու է խոչընդոտվում մեր կողմից ներգրավումը։ Հոգևորականներին բերման ենթարկելուց հետո առաջնորդարանի ու Արագածոտնի եկեղեցիների դռները փակ էին, անգամ մի քանի հուղարկավորություն առանց քահանայի անցել։ Տղաները պատմեցին, որ բառերին տարել են։ Ինչ հիմա վրա են տարել, ինչի համար են տարել, արդեն պարզ է ինձ։ Բոլորիս է պարզ։ Եկեղեցում հետապնդում են։ Եկեղեցում հետապնդում են ստոր ձևով կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։
Կովկասյան մոդլեն որ կա։ Ազգովի ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է։ Մենք ազգովի զրկվել ենք ինքնասիրությունից, հպարտությունից, պայքարի ձևերից, ոչ թե զրկվել ենք, մենք ինքներս ենք մեզ զրկել դրանից։ Հետևաբար, այնինչ այսօր կատարվում է, մենք արժանի ենք դրան։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ 2 տասնյակից ավելի խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, խոշոր գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, առևտրային կազմակերպությունների անվամբ տրված վառելիքի բազմաթիվ կտրոններ, այլ իրեր ու առարկաներ։ Խուզարկություններ են եղել նաեւ Արագածոտնի թեմի հոգեվորականների տներում։ Առաջնորդարանում երկաթե պահարանը կտրելու համար ուժայինները նաեւ փրկարարների օգնությանն էին դիմել։ Ավելի քան 8 ժամ քննչականում մնալուց հետո Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Առաքելյանը դուրս եկավ։ Լրագրողների հարցերին Քահանան չպատասխանեց։ Եթե հարգում եք հոգևորականին, խնդրում եմ, բան չեմ կարող ասել։ Փաստաբան Արա Զորաբյանն էլ ասաց, որ Տեր Փառենը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պնդել է, որ իրեն բաժին հրավիրեն փաստաբանի հետ։ Տեր Փառենը փաստաբանի հետ քննչական վարչություն կներկայանա վաղը։ Օրվա ավարտին հայտարարությամբ հանդես եկավ Էջմիածինը։ Մայրաթորը նշել է, որ ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ Հայաստանի իշխանությունը կոպտորեն ոտնահարում է կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն, խորացնելով հանրային պառակտումը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։